Ova. Ես եմ։ Սա որ արամն աշխատնելուն։ Վայ, Ռոման ջան, վայ, ասաճան էդ ոնց է, Ռոման ջան, բասում է եժը։ Տատի ջան գնա հանգստացի, վաղ ամեն ինչ կիմանաս։ Ինչ էին ասում։ Շատ չես խմում։ Ինչ էին ասում։ Վարորդին գտել են։ Ինչ վարորդ։ Ինչ որ վարորդ կա, որ Սոֆիան զբաղվում է ապրում։ Ու Սոֆին անընդհատ ինչ որ գյուղ է տարել։ Ինչ գյուղ։ Չգիտեմ, վարորդը հիմա տանը հարբած գնաց է, ինչ որ առիթի է եղել։ Տղերքը ասեցին, որ պարբերաբար Սոֆին ինչ որ գյուղ է տարել, վաղ ավելի կոնկրետ կճշտեն։ Զանգյանային։ Աննան հաստատ կիմանա ինչ գյուղը։ Աննային հարցրել եմ, չգիտի, բայց ասում է, որ Սոֆին ինչ-որ մեկ տեղ է գնացել։ Հերիքա խմես։ Սոփին իրենց մոտ չի։ Այդ հաստատ է։ Ոչ Մանուկյանը, ոչ Սարգսի։ Խանձատյանը չկա։ Այս լարվածությունից հետո ոնց որ սերս փոկված լինեն։ Ձեռքերս չեմ զգում։ Չեմ հասկանում ինչ է կատարվում ինձ հետ։ Չեմ հասկանում։ Տենց է մարդ լարվածությունից հետո մի անգամից թուլանում է։ Մարսում եմ։ Արիտում գնանք։ Վախի զգացումն անցել է։ Բայց հիմա մի ուրիշ զգացողություն կա մեջս։ Այդ զգացողությունը ինձ ներսից սպանում է։ Կրծում է, ուտում է։
Ես այդ մարդուն երկու անգամ եմ հանդիպել կյանքումս։ Երկու անգամ։ Ու երկու անգամ էլ ինքը փորձել է ինձ սպանել։ Առաջին անգամ երբ տեսա, չէի հասկանում ինչ եմ տեսնում։ Ինձ թվում իմ դեմքն է, բայց դա ես չէի։ Աչքերին ակնոցներ։ Հետո ձեռքերն են հիշում։ Հարդերել կոկորտից ու փորձում էր խեղդել։ Հետո ինձ պատշգամբից ցածրեց։ Բայց ես չմեռա։ Երկրորդ անգամ այսօր փորձում էր ինձ սպանել, բայց էլ չստացվեց, Մարկ։ Չստացվեց։ Փորձում էր սպանել առանց պատճառի ուղղակի։ Բայց հիմա ինքը չկա։ Ու ես ինձ վատ եմ զգում։ Շատ վատ։ Չնայած նրան, որ ես չեմ սկսել ես խաղը։ Ով է։ Մանեն։ Այդ երեխեքը զանգում են ինձ։ Ուզում են տեսնել։ Ուզում են տեսնել իրենց հորը։ Ու չգիտեն, որ իրենց հայրը մահացել է։ Ու իրենց հորը ես չեմ պատկերացնում ոնց եմ նայել նրանց աչքերին։ Ես էլ։ Մենք երկուսս հիմա Մենք երկուսս ուրիշ ընտրություն չենք ունեցել։ ինձ համար այն ժամանակ շատ ավելի հեշտ էր, որովհետև այն ժամանակ մեղավոր չէի։ Ինձ փորձել էին սպանել ու ես հայտնվել էի ուրիշի տեղում, ուրիշի դերում։ Մանեին ու Եվային խաբելիս ես ինքս իմ առաջ արդարանում էի, Մարկ։ Արդարանում էի, որ ես այլ ելք չունեմ, որ ես եմ զոհ։ Իսկ իմ ամեն ինչ փոխվել է։ Ամեն ինչ։ Ես են մարդն եմ, ով սպանել է նրանց հորը և հաստատվել իրենց հոր դերում։ Հիմա ես եմ կրկեսի գլխավոր դերասանը, որովհետև այլևս չկա այն մեկը, ով մեղավոր էր, ում ես մեղադրում էի, որովհետև այդ մեկին ես քիչ առաջ Երիքա խմես։ Վերկաց քեզ տուն տանեմ։ դողացնում եմ, Մարկ։ Վերկաց։ Գնացեք։ Վերկաց։ Երբ է լույսը բացվելու։ Այդ ինչ ես անում։ Ժամն եմ նայում։
Ինչ։ Այդ որտեղից ես ուշանում։ Էս ում էիր ուզում գրեիր։ Լևոն ժամն էի նայում, ուղղակի մատս կպավ էդ էջը բացվեց։ Ինչի ես խափում, հա։ Հարց եմ տալիս, ինչքան պետք է խափես։ Դու գնա։ Իզուր քեզ տեղ բերեցի։ Պիտի տուն տանեի։ Ես հիմա տուն գնալ չեմ կարող։ Դու գնա, ես կմնամ այստեղ։ Քեզ մենակ թողնեմ գնամ։ Ինձ ոչինչ չի լինի։ Գնա։ Գնա ես։ Սպասեմ մինչև Սոֆիի մասին նորություն հայտնես։ Ես ներքևում եմ ու տուն չեմ գնում։ Ես անում այստեղ ժամին։ Քեզ էի սպասում։ Աշխատանքային ժամից հետո որոշեցի մի քիչ խմել չի կարելի։ Դուրս արի այստեղից։ Ասում եմ դուրս արի այստեղից, դուրս! Բրավո։ Բարոն Խանզադյան, դուք եք։ Այ բարև ձեզ։ Այ հիմա քեզ ճանաչում եմ։ Այս դերդ ավարտվեց, հա։ Ասի, ես քեզ այստեղից դուրս շպրտեմ, թե դու կգնաս, հա։ Այ հիմա քեզ ճանաչում եմ, իսկապես ճանաչում եմ։ Խանզադյան։ Էլ դասախոս չես, հա։ Հայոց լեզվի դասատու։ Դե գոռա, դե խփի։ Չես խփում։ Գնա այստեղից, հա։ Գնա։ Ախ, այդպես հա արդեն։ Հիմա էլ գնամ այստեղից։ Երբ ուզես կկանչես, երբ կուզես կասես գնա այստեղից։ Մոռացել ես ամեն ինչ։ Չես հիշում։ Երբ որ վատ ես եղել, առաջինը ինձ մոտ ես եկել։ Ուրիշ ոչ ոքի մոտ չես գնացել։ Ուրախացել ես, հետդ ուրախացել եմ։ Տխրել եմ։ Վտանգի մեջ ես եղել, կողքիցը չեմ փախել, միշտ կողքդ եմ եղել։ Այդքան բանը մոռացել ես։ Ինձ ասա մոռացել ես, հիմա էլ ասում ես գնա հա այստեղից։ Ինձ ամեն ինչ պարզ է։ Ինձ ամեն ինչ պարզ է։ Եթե մենք կարողանայինք քեզ ամեն ինչ բացատրել։ Կարողանայիր ամեն ինչ բացատրել։ Ես վաղուց ամեն ինչ գիտեմ։ Վաղուց ամեն ինչ հասկացել եմ։ Ես քեզ պետք չեմ։ Ճիշտ չի, ես քեզ պետք չեմ։ Կյանքիցը դուրս շպրտեցիր, այդպես չի։ Ուշադիր ինձ լսի։ Ես ուզում էի քեզանից վրեժ լուծել։ Մանուկյանը հիմա ինձ վստահում է, բայց ամեն անգամ հենց օրը գալիս է, որ պետք է քեզ վնաս տամ։ Չեմ կարողանում, հասկանում ես։ Ու գիտես ինչի։ Որովհետև ես քո նմանին սիրում եմ։ Ես քո նմանին սիրում եմ։ Ու հիմա ամեն ինչ ատում եմ։ Քեզ ատում եմ, լսում ես։ Ինձ էլ եմ ատում։ Այս ամեն ինչը ատում եմ։ Բայց ամեն ինչ շատ ինձ եմ ատում, որովհետև դեռ այստեղ եմ ու դեռ հետդ խոսում եմ։ Ես մտածում եմ, որ ասել այն, որ երեքդ նենց եք վարվել։ Երբ որ աչքերս բացեցի, ոչ մի բան չէի տեսնում։ Խեղդվում էի։ Հետո շոշափեցի Արամենի ու Աշոտին, բայց
Հաստատ ողջ չէին։ Չէ, Սոֆի, հաստատ չէ։ Իմ մոտ հեռախոս կար։ Զանգեցի արտակին։ Եկավ ու ինձ տարավ այդտեղից։ Սկզբում եմ վիճակում չէի, որ կարողանայի քեզ գտնեի, լուր ուղարկեի։ Հետո արտակը ասաց, որ տանը չես։ Ու չգիտեմ որտեղից իմացել էր, որ չկաս, բոլորը քեզ են փնտրում։ Ես էլ մի անգամից հասկացա, որ ստեղ կլինես։ Ես պետք է մենակ մնայի։ Հəl չէի կարողանում, հəl չէի դիմանում։ Սոֆի, դու միշտ էլ ուժեղ ես եղել։ Չեմ ուզում լինում։ Լսի, Չեմ ուզում։ Չեմ ուզում ուժեղ լինեմ, չեմ ուզում լավը լինեմ։ Ինձ համար ամենալավը այն կլիներ, որ ես էլ այդ օրը վարված լինեի։ Ինձ համար փրկություն կլիներ։ Հիմա ես ոչ ողջ եմ, ոչ էլ մեռած։ Անընդհատ Արամին ու Աշոտին եմ տեսնում։ Կյանքում չեմ կարողանալ ինձ ներեմ։ Ես էլ եմ ինձ վրա ջղայանում։ Գիտես ինչի։ Որովհետև ուժեղ եմ թվում, 6 անգամ չեմ կարողանում կյանքիս վերջ տամ։ մի ասա տես բան։ Մենակ չասես, որ ես մեղք չունեմ։ Այդ արդեն ոչ մի կապ չունի, Սոֆի։ Ես էլ կնախընտրեի իմ արդեն մեռած լինեի։ Որտև գիտակցում եմ, որ ոնց ենք սենց ապրելու։ Ինչքան դժվար է լինելու։ Ավելի լավ է մեռնեինք, քան սենց ապրեինք։ Բայց եղել է այն ինչ եղել է։ Հիմա ես ու դու ստեղ նստած ենք ու չենք մեռել, որովհետև Որովհետև ինչ։ չգիտեմ, Սոֆի։ Չգիտեմ խի սենց եղավ։ Հիմա ես պետք է ուրախանայի, որ գոնե դու փրկվել ես։ Ես չեմ կարողանում։ Գնաց, բայց չեմ կարողանում։ Գիտեմ։ Իմ պատճառով անընդհատ մարդիկ են մահանում։ Չէ, Սոֆի։ Անուշիկն էլ։ Անուշիկն էլ իմ պատճառով։ Հիմա տատիկը մենակ է։ Կողքը մարդ չկա։ Անուշիկի մահվան մեջ դու ոչ մի մեղք չունես։ Ունեմ Ռոման։ Ես իրան համոզեցի, որ քո հետ փախնի։ Մենք այդ բոլորս էինք որոշել։ Ավելի խնդրում եմ։ Որ։ Չգաս էլ հետևիցս։ Գիշեր է, Սոֆի։ Խնդրում եմ չգաս։ Մենակ եմ ուզում մնալ։ Լինա, Պետք չի։ ուշադիր նայի ինձ։ Ուշադիր նայի։ Ով եմ ես։ Ես քեզ ինչ ունեի ասելու ասեցի։ Թող։ Ուշադիր նայի, ով եմ ես։ Նայի։ Խնդրում եմ մի գնա։ Մի գնա։
Արմա ուր ես 7 անգամ զանգել եմ։ Հա, չեմ լսել, նենց խառն եմ։ Ինչի ես խառը, ինչ ա եղել։ Գործերը ստացվել է, կգամ կպատմեմ ամեն ինչ, լավ է։ Հա։ Հա, բա ոնց։ Հիմա այդ տղերքի հետ եկել ենք մի բաժակ բան խմենք։ Շատ կուշանաս։ Դու քնի։ Չէ, ես կսպասեմ, դու արի։ Լավ, դե ուրեմն կգամ։ Ասա։ Եթե ուզում ես քնի։ Այսինքն։ Դե որ երկար չսպասես։ Չէ, ոչինչ, ես կսպասեմ, մամայինք էլ են քեզ սպասում։ Ասել ես, որ գալու ես, ուրեմն կգաս։ Դե լավ, կգամ։ Ես քեզ մենակ չեմ թողնի, աղջկա տեղ կուղարկեմ քո մոտ։ Ես ու դու էլ ենք մեռել, Ռոման։ Մենք էլ չկանք։ Բարև ձեզ։ Հա, բարև։ Ոնց ես։ Լավ, նոր եկա Ալինայի մեքենան էստեղ է, այս ինչքան շուտ է եկել։ Հա, տեսել եմ։ Խանզադյանն էլ է ոնց որ էստեղ։ Խանզադյանը։ Բայց իր մեքենան դրսում չէր։ Ես որ եկա, մարկա գնում էր։ Բարձ է։ Սրանք այն փաստաթղթերն են, որ Խանզադյանն էր խնդրել իրեն փոխանցել։
Բարի լույս։ Բարի։ Փաստորեն արդեն հասցրել ես արթնանալ, սենյակը հավաքել, ու քեզ էլ կարգի բերել։ Այո։ Լավ ես քնել։ Հա, բայց մոց ուշ եմ, հա, արթնացել։ Չէ, ուշ չես արթնացել, բայց լավ ա, որ իմ սենյակում քնեցիր։ Սուրճս պատրաստ է։ Իհարկե։ Արման զանգել ա։ Հա, գիշերը զանգեց, դու քնած էիր։ Զարմացա, որ տենց չեկավ քո հետևից։ Հա, կարևոր գործեր ուներ, ասեց չի կարողանա գա։ Դե լավ, իջի։ Սարում ա սուրճը։ Սպասում էին հենց ժամի զանգեի, որ արթուն լինես։ 3 չեկար, չզանգեցիր, ես էլ զանգում էի, հեռախոսը անհասանելի էր։ Նստել էր։ Ինչի չեկար։ Շատ ուշ էր մանե, բայց լավ լուր ունեմ։ Ամեն ինչ ստացվել է։ Ամեն դեպքում պետքա գայր Արմո։ Դե լավ, հիմա նեղանալու ես։ Ուրախ եմ, տրամադրությունս բարձր է։ Մի արա տենց։ Բայց ես սպասում էի, չէ՞ քեզ։ Կներես։ Որ գամ կպատմեմ ամեն ինչ շատ լավ է, հաստատ չես նեղանա։ Դե լավ արի, բայց շատ շուշանաս։ Հենց հիմա գալիս եմ։ Չէ, ես հաստատ իմ կասկածներն են։ Արման հաստատ չի խաբում փոխվել է։ Չէ, հաստատ ես եմ մտածում, որ Արման փոխվել է մանե։ Մար։ Ես Լևոնին տեսա, չմտածեցի, որ դու էլ ես տեղ։ Լսել եմ, որ քեզ այն օրը շշուկով բան եմ ասել։ Ես տենց էլ հասկացա։ Մար հաստատվեց։ Ես աղի եմ։ Բա ինչ ենք անելու։ Չգիտեմ, Մար, չգիտեմ, բայց խնդրում եմ մի բան մտածի։ Ինձ պետք է այդ տնից դուրս գալ։ Ինձ բժիշկ է պետք ու ծանոթ բժիշկ։ Ու որ Լևոնը չիմանա ես ինչ եմ անում։ Բայց շատ դժվար է լինելու։ Գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց խնդրում եմ մի բան մտածի։ Հիմա դու գնա, քանի ինքը քեզ չի տեսել ստեղ իմ հետ։ Բայց ես քո հետ ոնց կապվեմ։ Ես կզանգեմ։ Եթե նորություն լինի, անցած անգամվա նման արա, դիր Արմանի պայուսակի մեջ։ Հաստատ։ Հա, ես ուշադիր կլինեմ։ Սոն, եթե որոշել ես Լևոնի հետ մնաս կարող է։ Չէ, Մար, ես ոչ մի բան չեմ որոշել։ Ես չեմ կարող այդ տանը երեխա ունենալ, հասկացի։ Դու չես կարող այդ պատկերացնել, ես ամեն օր այդ դժոխքը իմ կաշի վրա եմ զգում։ Չեմ կարող ամեն օր արդարանալ այն բաների համար, ինչ որ ես չեմ արել։ Հետո սպասել, որ Լևոնի նոպան կանցնի, կգա կհամբուրի ինձ, հետո մյուս օրը էլի կխփի, զզվում եմ իրանից, Մար։ Զզվում եմ իր այդ նույն անկողնում քնելու, զզվում եմ, երբ ինձ կպնում է, հասկացի, տենց ապրել հնարավոր չի։ Ինչ եղար։ Դասատուի հետ էի խոսում։ Ինչի։ Արմանի մասին էի հարցնում։ Լավ, դե արի գնացինք։ Այն ընկերուհիդ էր եկել, տեսար։ Հա, դուրս գալուց տեսա։ Լավ ես քեզ զգում։ Լավ եմ։ Մի տեսակ աչքերդ կարմրած են։ Լևոն, գիշերը չեմ քնել։ Լավ, նստի գնացի։ Բարոյցս։ Քեզ մոտ էր։ Չէ, Լինայի մոտ եք թողը սենյակում։ Ինչ-որ բան պետք է, սուրճ։ Չէ,
Ոնց հասկանում եմ, հանդիպումները պետք է տեղափոխեմ, հա? Ես մի ժամով կգնամ տուն ու կգամ։ Լավ։ Ես կգամ դու ուղղակի հանդիպումները մի ժամ հետադակիր տեղափոխիր։ Լավ, եղավ։ Մարիաննա, Լինան… Պարոն Խանզադյան, ես հանդիպումները կտեղափոխեմ, մի անհանգստացեք։ Ուղղակի հեռախոսս… Պարոն Խանզադյան, ես գիտեմ ձեր բոլոր գործերի ու գաղտնիքների մասին, բայց երբեք ձեր անձնական կյանքի մեջ չեմ խառնվել։ Ուղղակի… Ես կտեղափոխեմ հանդիպումները։ Սոֆին գտել եմ։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչ-որ գյուղում է ապրում, տատիկի մոտ։ Չգիտեմ այդ տատիկը ով է, բայց այնտեղ է։ Վարորդն ասեց, որ հաճախ է իրան այդ գյուղ տարել։ Դու համոզված էիր ու գիտեիր, որ Սոֆին ոչ Մանուկյանի մոտ է, ոչ էլ Սարգիսի։ Կարևորը որ ողջ է։ Ես գիտեի ուղղակի հիմա։ Ոնց էր։ Ես Աննային էլ ասեցի։ Բայց Սոֆին չգիտի, որ մենք տեղը գիտենք։ Հիմա ասա ինչ ենք անում։ Շնորհակալ եմ, Մարկ։ Ինչի համար։ Որ մեկնես։ Քեզ տուն եմ տանում։ Հա։ Ես ճանապարհին կմտածեմ Սոֆի հետ կապված։ Երևի ես գնամ նրան տուն բերեմ։ Ռոմանն էլ է այնտեղ։ Ինչ։ Այսօր առավոտ Արտակը զանգեց։ Դե իմ վիրավորվելուց հետո իրանց տանն էի ապրում։ Ասեց, որ Ռոմանը ողջ է ու այնտեղ է։ Գնանք ճանապարհին, մնացածը կպատմեմ։ Նստի։ Ես կարճ կասեմ։ Հա, ենթադրում եմ, որ ես վերջի դեպքերից հետո… Ինչ։ Բե դուք ասեք։ Ինչ ես ենթադրում։ Ես մտածում եմ, որ Խանզադյանը արդեն չկա, ու Ռաֆայելն էլ հանգիստ կարա գնա իր գործին։ Սխալ ես ենթադրում։ Դրա համար էլ քեզ կանչել եմ։ Ռաֆայելը Խանզադյանն է։ Այսինքն։ Այսինքն Խանզադյանը բոլորի համար մնում է որպես Խանզադյան։ Ես ատենց եմ որոշել։ Ու ոչ մեկ չպիտի իմանա, որ ինքը Խանզադյանը չի։ Մինչև ինքը գործը կանի կվերջացնի։
հետոն կորոշենք։ Հարցեր կա։ Ես մտածում եմ, որ այդ բիզնեսը արդեն ծաղկում է ու առանց իր այլ կարող է ծաղկել։ Եթե ուզում եք, ես կղեկավարեմ այդ ընկերությունը։